Ողջույն, ես Տիգրան Խզմալյանն եմ։ Այսօր 2026 թվականի հունիսի 19-ն է եւ ես շրջում եմ ավազե ժամացույց։ Ինչպես միշտ այս ձևաչափով մենք խոսելու ենք մեր երկրի, մեր հայրենիքի Հայաստանի, ինչպես նաեւ միջազգային անցուդարձի քաղաքական հիմնականում։ Եթե ձեզ հետաքրքրում է այս ձևաչափը եւ մեր այս հանդիպումները, եթե ցանկանում եք բաժանորդագրվեք, կարծիքներ հայտնեք, հարցեր տվեք, միայն թե մի հայհոյեք, հայը հային չպետք է հայհոյի, որովհետեւ այն ինչ գրված էր Աստվածաշնչում, սիրեցեք զմիմյանս, դա իրականում հրեաները գրել են միայն հրեաների համար։ Մենք չունենք գիրք, որտեղ կոչ ենք անում հայը հային սիրի, բայց եկեք առանց գրելու, առանց ուրիշներին ասելու, պարզապես գոնը չհայհոյենք միմյանց, թողեք այդ ամենը մեր վայ իշխանություններին եւ կեղծ ընդդիմությանը։ Իսկ մենք շարունակենք քննարկել մեր հարցերը։ Որոնք են այդ հարցերը։ 12 օր առաջ տեղի ունեցան դարակազմիկ պատմական ընտրությունները, որոնք փոխեցին ինչ, ոչինչ, ոչ մի բան չփոխվեց։ Հիմա արդեն նոր բանաձև է գտնված, գոնե այդպես մնա լավ է, այսինքն դրանում էլ նոր բան չկա, բայց ասում են, որ երևի ամենալավը այս ամեն ինչում այն էր, որ ոչինչ չփոխվեց։ Իրականում որպեսզի մենք հասկանանք, թե ինչ վատ է այն, որ ոչինչ չի փոխվել Հայաստանում, եկեք տեսնենք, թե ինչ է փոխվել այս օրերի ընթացքում մեր շուրջը։ Սկսենք Իրանից, ինչու, որովհետև հենց այս օրերին այստեղ Իրանում ավարտվեց կամ ավարտվում է պատերազմը, որը սկսվեց փետրվարի վերջին օրը։ Եվ տևեց դժվար է ասել ինչքան, որովհետև այնտեղ դադարներ կային, բայց հայտնի է, որ Միացյալ Նահանգները ամեն օր ծախսում էին $1 միլիարդ ավել միայն այն ավիակիր նավերի եւ զորքերի կուտակման եւ այն 40,000 ռմբակոծությունների վրա, իսկ որքան է կորուստ կրել Իրանը, վախենալու է անգամ պատկերացնել, ոչ միայն սպանվել է քաղաքական մի քանի առաջնորդ եւ ռազմական, քանդվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ, շենքեր, կամուրջներ, գործարաններ, էլեկտրակայաններ եւ ինչն էր դրա հետևանքը, ինչն էր դրա պատճառը, ինչն է դրա արդյունքը, շատ դժվար է բացատրել, որովհետև Թրամփը ժամեր առաջ Վերսալում ճաշկերույթի ժամանակ մենք լսում ենք ինչպես են զրնգում գդալները եւ պատերակաղները, որոնք դուրս են բերված կադրից եւ նա ստորագրեց խաղաղություն միայնակ, որովհետեւ իրանցիները որոշեցին ներկա չլինել եւ Փեզեշկյանը օնլայն արցանց ստորագրեց նման մի փաստաթուղթ, որը հիմա ցույց են տալիս որպես պատերազմի ավարտի ապացույց, թեև վերջին ժամերին էլի բնականաբար առանց դրա չէր ստացվի, Թրամփը ինչ որ անզգուշորեն հայտարարեց, որ նա ծնկի բերեց Իրանին, այնտեղ նեղացան, ասացին, որ դուրս են գալիս այս համաձայնագրից, հետո պետքարտուղարությունը բացատրեց, որ նրանց ճիշտ չհասկացան, սխալ թարգմանություն էր եւ այլն եւ այլն։ Այս ամենը զավեշտալի է եւ այս ամենը նշանակում է, որ այստեղ էլ որևէ հստակ արդյունք չկա, բայց փոփոխությունները կան հսկայական։ Իսլամական ռեժիմը Իրանում հասել է շատ վտանգավոր եզրին եւ հասցրել է երկիրը տնտեսության փլուզման եզրին։ Այդպես որ կարելի է հստակ եւ համոզված ասել, որ թեև Իրանը իհարկե խոշոր բարոյական հաղթանակ է կրել եւ ցույց է տվել աշխարհին, որ
պետք է դիմադրել բոլոր դեպքերում, երբ որ դիմադրությունը թվում է անհնար, երբ որ ողջ աշխարհը քո դեմ է, պետք է դիմադրել։ Եվ դու գոնե չես պարտվի։ Այո, Իրանը չի պարտվել, բայց Իրանի ժողովուրդը այլևս չի կարող ապրել եւ չի ցանկանում ապրել այնպես, ինչպես ապրում էր վերջին համարյա կես դար։ Եվ շուտով ես կանխատեսում եմ նոր խժդժություններ եւ ըմբոստություններ Իրանում, տնտեսական ու նաև կենցաղային հողի վրա շոկերը ընկան եւ Թեհրանի ջրի սակավությունը կրկին մարդկանց ոտքի է հանելու։ Այդպես որ ոչինչ դեռ չի ավարտվել։ Ինչպես նաև ցավոք ոչինչ չի ավարտվել ռուս-ուկրաինական պատերազմում, հարավից տեղափոխվենք հյուսիս, բայց տեղի է ունեցել ինչ-որ աննախադեպ մի բան։ Իհեճուկս այն հսկայական պաշտպանական շղթաների, որ կառուցել էր Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը, ուկրաինացիները էլի տերտիրակալն են ռուսական օդում, արդեն Մոսկվայում։ Գրեթե ամեն օր փակվում են օդանավակայանները, Ուկրաինայի նախագահ Զելենսկին հեգնանքով թույլտվություն մակագրեց, որ դեռ մեկ ամիս առաջ, ավելի քան մեկ ամիս, մայիսի 9-ին այնտեղ շքերթ անցկացվի, իսկ օրինակ հունիսի 12-ի շքերթը Մոսկվայում, դա Ռուսաստանի օրն էր, Զելենսկին թույլ չտվեց, իսկ այն ինչ կատարվեց վերջին ժամերին, երևի տեսել եք բոլորդ, Մոսկվան հրկիզված է։ Երևի 1812 թվականի նապոլեոնական զավթումից հետո Մոսկվան երբեք չի եղել այսպիսի խայտառակ վիճակում։ Ամբողջ հորիզոնը պատած է սև ամպերով, կոպոտնյա եւ մի քանի այլ նավթամշակման գործարաններն են պայթեցված, նավթի պահեստները, սև անձրև է տեղում Մոսկվայում եւ սա նշանակում է, որ ինչ-որ կարևորագույն հոգեբանական խոչընդոտ կամ պատ նույնպես ընկել է, Մոսկվան խոցելի է, Մոսկվայում խուճապ է, մարդիկ հասկացան ամենակարևորը, պատերազմը վերադառնում է այնտեղ, որտեղից սկսվել է, եւ Կիևի հաղթանակը հենց դրանում է, պատերազմը Կիևի արվարձաններից տեղափոխվեց Մոսկվայի արվարձաններ, դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է, բայց հասկանում են հիմա բոլորը, որ Մոսկվան պարտվել է, որքան էլ կրակի, որքան էլ արյուն եւ հուր ու կրակ թքի այս հրեշը, Ուկրաինան արդեն հաղթել է, եւ դա պետք է հասկանալ, եւ Ուկրաինայի հաղթանակի արդյունքներից, անսպասելի արդյունքներից մեկն այն է, որ Ուկրաինան Հայաստանից գնում է ծաղիկներ եւ ծիրան, Ուկրաինան Հայաստանից, այն ծաղիկները եւ այն ծիրանը, որը մեր ռազմավարական դաշնակից, դարավոր բարեկամ եւ գործընկեր, մեր փրկիչ եւ փրկարար Ռուսաստանը հրաժարվում է գնել հայ գյուղացուց եւ որպես պատժամիջոց ետ է ուղարկում Հայաստան ծաղիկները, մրգերը, բանջարեղենը, ջերմուկը, կոնյակը, ասելով որ այնտեղ հովորթեր կան, ճիճուներ կան, չգիտեմ էլ ինչ կա, Եվրոպան գնում է այս ամենը, գնում են Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան, Նիդերլանդները, գնելու են եւ ուրիշները, արաբական երկրները, Սինգապուրը վերջերս գրվեց այս ամեն ինչի մեջ, բայց նախ եւ առաջ Եվրամիությունը ցուցադրաբար օգնում է Հայաստանին 50 միլիոն եվրո ուղիղ օգնություն, 420 միլիոն եվրոյի ակցիզային հարկը իջեցված է, դա անուղղակի օգնություն է, փաստորեն Հայաստանը չի վճարելու գրեթե կես միլիարդ
դոլար որպես վաճառքի հարկ Եվրոպայի հետ առևտրի դեպքում։ Սա շատ լուրջ օգնություն է եւ դա միանգամյա միանվագ ժեստ չէ։ Եվրոպան շուռ է տալիս Փաշինյանի բանաձևը, իբրև թե Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրոպային այնքանով, որքանով Եվրոպան պատրաստ է Հայաստանին ընդունել։ Եվրոպան այս օրերից ցույց տվեց, որ ճիշտ հակառակն է։ Եվրոպան է պատրաստ ընդունել, մերձենալ, ընդգրկել, միանալ Հայաստանին այնքան, որքան Հայաստանի իշխանությունն է պատրաստ, որովհետև հայ ժողովուրդը պատրաստ է դրան վաղուց։ Ասեմ որքան վաղուց։ 2000 տարի շարունակ, երբ որ Տիգրան Մեծը Պոմպեոս Մագնումի հետ աշտարակում 66 թվականին Քրիստոսից առաջ կնքեց հատուկ պայմանագիր, որը կոչվում էր հայկական թագավորության եւ Հռոմի հանրապետության միջև բարեկամության եւ դաշինքի մասին համաձայնագիր։ Ահա երբ է շրջվել Հայաստանի պատմությունը, որքան էլ փորձեն կանգնեցնել այդ անիվը տարբեր օտար եւ տեղական գործիքները եւ գործիչները։ Փոփոխությունները ակնհայտ են եւ չտեսնել դա հավկուրություն է։ Այդպես որ ես բերեցի այս օրինակները հիմնականում մեկ նպատակով՝ ցույց տալու համար, որ աշխարհը մեր շուրջը փոխվում է եւ եթե չփոխվենք մենք, աշխարհը կգնա շատ հեռու, թողնելով մեզ ետևում։ Այդպես եղել էր, այդպես արդեն եղել էր մի քանի անգամ։ Եվ ուշանալով գործընթացից Հայաստանը կորցնում ու կորցնում ու կորցնում էր եւ կորցնում է եւ կորցնելու է։ Ես ասել եմ ամենայն համոզվածությամբ ու պատասխանատվությամբ եւ կրկնում եմ, եթե իշխանությունները լսեին Հայաստանի եվրոպական կուսակցության օրդորները եւ եվրոինտեգրումը սկսվեր ոչ թե խոսքերի վրա, այլ հողի վրա գործնականում եւ եթե դա լիներ ոչ թե 25 թվականին, երբ ի վերջո մեր նախաձեռնած եւ գրված օրենքը ընդունվեց, թե այն չի կատարվում, ես խոսում եմ Եվրամիության անդամակցության մասին օրենքին, ապա Հայաստանը վաղուց արդեն կունենար եւ Շենգենյան վիզաներ եւ բնակչության ներհոսք, որովհետեւ որ հայը չի ցանկանա ապրել եվրոպական հեռանկար ունեցող հայրենիքում եւ մենք կպահպանենք Արցախը, որովհետև Եվրոպան թույլ չի տալիս, որ իր պատասխանատվության ներքո գտնվող տարածքների հետ վարվեն այնպես, ինչպես վարվեց Ռուսաստանը եւ Ադրբեջանը Արցախում 20 թվականին եւ 23 թվականին։ Դրա ապացույցն է այն, որ այս օրերին Եվրոպան նորից ու ոչ միայն Եվրոպան, Միացյալ Նահանգները, Ավստրալիան, խորհրդարանական մակարդակով կրկնում են, հիշեցնում են, որ Արցախահայությունը իրավունքներ ունի, այդ թվում գլխավորը միջազգային երաշխիքներով վերադարձի իրավունքը, որը հաստատված էր 2023 թվականի նոյեմբերի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր միջազգային դատարանի Հաագի տրիբունալի վճռով։ Եվ հենց հիմա չընդունելով այդ օրենքը, չդիմելով հայտով Եվրամիության անդամակցությանը, Հայաստանի իշխանությունը հանցավոր կերպով վատնում է ձեր եւ մեր բոլորիս պատմական ժամանակը եւ
պատրաստ է հանձնել անկլավները, որոնց մասին ամաչում է խոսել, բայց որի մասին անամոթաբար խոսում հիշեցնելով դա Բաքվում, որովհետև դա է Փաշինյանին աջակցելու Ալիևի նախապայմանը եւ վարձը, որը նա հիմա պատրաստվում է ստանալ առաջիկա շաբաթների ընթացքում։ Այդ ամենը կրկնում եմ չեր լինի, եթե Հայաստանը դիմեր Եվրամիությանը։ Լոգիստիկ խնդիրները Եվրոպա ուղարկելու կտրուկ կթեթևանային, եթե Հայաստանը այդ դիմումը տար, որտեղ այդ դիմումը մեխանիկորեն բացելու էր Հայաստանի առջև ազատ տնտեսական գոտու իրավունքը եւ արտոնությունը Եվրոպայի հետ Թուրքիայի տարածքով, քանի որ Թուրքիան նույնպես մտնում է այդ պայմանագրի կանոնադրության մեջ եւ չի կարող փակ պայել սահմանը մեկ այլ անդամի համար, այլապես կորցնելու է իր բոլոր արտոնությունները։ Ահա ինչպես պետք է բացվեր թուրքական սահմանը վաղուց տարիներ առաջ, եւ մենք դա ասում ենք, բայց մեզ լրացնում են, եւ դուք չեք լսում մեր ձայնը հանրային հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, եթերային ծրագրերով, ահա ինչու դուք չեք տեսնում մեզ ընտրական ցուցակներում, որովհետեւ մենք ասում ենք ճշմարտությունը, այն միակ բանը, որը չի ասվում եթերներով, պաշտոնական եւ ռուսական, պրոռուսական եթերներով։ Այնչու ես ավարտելով այսօրվա խոսքս կրկին հիշեցնում եմ, որ դուք կօգնեք մեզ ասել ձեզ ճշմարտությունը եւ լսել ձեզնից ճշմարտությունը, եթե բաժանորդագրվեք եւ օգնեք մեզ մնալ եթերում եւ շարունակել այս աշխատանքը ձեզ համար, ձեզ հետ։ Այսպես որ կեցե Ուկրաինան, որը բերելու է մեզ ապագաղութացում Ռուսաստանից, կեցե Եվրոպան, որի մասը մենք անպայման կդառնանք, եւ կեցե Հայաստանը եվրոպական, ազատ, անկախ եւ ապագաղութացված։ Իսկ մենք կհանդիպենք շուտով։ Ստեսին։